Բարի գալուստ սրբավայրեր վերցնի տակ շարքի 5-րդ կանգառ։ Այս անգամ մեր ճանապարհը մեզ բերել է Հայաստանի հյուսիս, որտեղ կանաչ լեռների ու մշուշապատ անտառների միջավայրում կանգնած է մի սրբավայր, որը դարեր շարունակ եղել է աղոթքի, հավատքի և համայնքային կյանքի կենտրոն։ Այս եկեղեցին կառուցվել է դեռևս 11-ից 12-րդ դարերում։ Ավելի քան 900 տարի այն դիմակայել է ժամանակի փորձություններին, պահպանելով իր պատմական ու հոգևոր արժեքը։ Քչերը գիտեն, որ այս սրբավայրի քարերն արդեն շուրջ 9 դար է դիմակայում են թե բնության ուժերին, թե պատմության բազմաթիվ փորձություններին։ Դարերի ընթացքում այս սրբավայրն ականատես է եղել թե խաղաղ ժամանակների, թե դժվար փորձությունների, սակայն ինչպես շատ հայկական եկեղեցիներ, այն շարունակել է մնալ իր ժողովրդի հավատի կենտրոնի վկան։ Այսօր այն շարունակում է կործել, իր դռները բաց պահելով բոլոր նրանց համար, ովքեր այստեղ գալիս են աղոթելու, մոմ վառելու կամ պարզապես զգալու այս վայրի խաղաղությունն ու պատմության շունչը։ Իսկ հիմա հերթը ձերն է։ Կարող եք գուշակել, թե որ սրբավայրն է սա։ Գրեք մեկնաբանություններում եկեղեցու անունը և գտնվելու վայրը։ Առաջինը ճիշտ պատասխանողը կստանա այս եկեղեցու բարձրորակ տպագրված փոքրիկ նկարը, մինի մոլբերտի վրա, որպես նվեր։ Եթե սիրում եք բացահայտել Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը, բաժանորդագրվեք ալեքին, որովհետև մեր ճանապարհը նոր է սկսվում, և առջևում մեզ սպասվում են տասնյակ ու հարյուրավոր նոր սրբավայրեր։ Ես Վարշամ Սահակյանն եմ, կհանդիպենք սրբավայրեր վերցնի տակ շարքի հաջորդ կանգառում, մինչ այդ շարունակենք բացահայտել Հայաստանի լուռ վկաներին վերցնի տակ։